Ծնվել եմ Երևանում, առաջի բարձրագույնս ռադիոֆիզիկան որ սովորել եմ, ունեմ նաև իրավագետի որակավորում, դա երկրորդ մասնագիտությունն է եւ երրորդն է շուկայագետ եմ։ Շատ արտադրություններում եմ աշխատել որպես մարքեթինգի բաժնի ղեկավար, ունեցել եմ նաև իմ ընկերությունը, որը մարքեթինգային ծառայություններ է տրամադրել տարբեր ընկերությունների։ Հասկացանք, որ շուկայում առկա է պահանջարկ միջին գնային սեգմենտի եւ բարձր որակի խնամքի միջոցների։ Նախնական ինչ-որ անվանումներ ընտրվեցին եւ կանանց լսարանի, մեր պոտենցիալ լսարանի վրա սկսեցին հարցումներ իրականացնել, որ անվան տակ ապրանքանիշ ձեր մոտ ավելի վստահություն կներշնչի։ Վերլուծությունը ցույց տվեց, որ Նուարթը հաճախորդների կողմից շատ դրական արձագանք անում։ Նուարթ դա Արագեղեցիկի կնոջ անունն է եւ բացի այդ Նուարթի բրենդի առանձնահատկությունը ուրարտերեն սեպագրով գրվածք կա, որը նշանակում է երջանիկ կին։ Եվ դա հենց կարգախոս է Նուարթի։ Նուարթ երջանիկ կին։ Լավագույն տարբերակը, որ մենք ընտրեցինք, պայմանագրային արտադրություններ, որը դեռևս Հայաստանում չկար։ Ուրիշի արտադրական տարածքներում քու պատվերով քու կողմից հաստատված բաղադրությամբ արտադրություն են տալի քու ապրանքանիշի տակ, որը դու ներմուծում ես շուկա։ Դրա առավելությունն է, որ տարբեր լաբորատորիաներ կամ գիտաարտադրական ձեռնարկություններ ինչ-որ ուղղություն ունեն, որի վրա լավ են արտադրանք տարածում եւ դու ընտրության հնարավորություն ունես։ Ինչ-որ մեկի մոտ արտադրես կրեմները, քսուկները, ինչ-որ մեկի մոտ շիճուկները, ինչ-որ մեկի մոտ շամպունյները եւ այլն եւ այլն։ Նուարթը իր մեջ ներառում են եւ դեմքի խնամք, ամբողջական կրեմեր, շիճուկներ, դիմակներ, մազերի խնամք եւ ամբողջական մարմնի խնամք։ Այսինքն միայն Նուարթ գնելով մեր հաճախորդները կարող են ամբողջապես իրենց խնամքը իրականացնել մեր ապրանքանիշի միջոցով։ Հասկացանք, որ կա շուկայում նաև պահանջարկ տղամարդկանց խնամքի միջոցների մասով, շուկա հանեցինք նաև Միհր ապրանքանիշը, Միհր Գերագույն Աստծո անունով եւ ուրարտերեն գրված կարգախոսը տիրակալ։ Մոտ 8 պրոդուկտ է՝ մորուքի խնամք, մազերի խնամք եւ մարմնի խնամք։ Հետադարձ ձևով զանգերի միջոցով գնորդներից ճշտում էր այս պրոդուկտը ինչքանով է ընկալվում, գոհունակությունը ինչքան է հաճախորդների կողմից։ Այդ ազդակը մենք հավաքում ենք շուկայից եւ վերադարձնում ենք մեր տեխնոլոգիներին եւ նշում, որ ստեկա գոհունակության պակաս, դե շատ լավ է, այս ուղղությունը ճիշտ է եւ այլն եւ այլն։ 2024-25 թվականների տվյալներով մեր ապրանքանիշը ներառված է Հայաստանի ամենահայտնի 3 բնական խնամքի միջոց արտադրող ապրանքանիշերի մեջ։ Որոշում կայացեց մի հատ հետազոտենք այլ ինչ ուղղություն կարելի է զարգացնել։ Հետազոտվեց մետաքսի շարֆերի շուկան եւ ընտրվեց մետաքսի համապատասխան կտորը, որը 25% բնական մետաքս է, ներառում 75% գործարանային մետաքս։ Դիզայնավորման մի մասը արվեց հենց մեր ընկերության կողմից, դա ուրարտական զարդանախշերի հիման վրա է։ Ուրարտական զարդանախշերի մեջ մենք օգտագործեցինք Վան Գոգի ծաղկած նշանի նկարի գույները, որը բերեց նրան, որ ինքը դառավ ունիկալ, նման ձևի շարֆեր աշխարհում դուք չեք գտնի, որ լինի օրինակ Վան Գոգի գույներով տեղային զարդանախշերով շարֆեր, ընդ որում մետաքսի վրա։ Վան Գոգից բացի մենք սկսեցինք օգտագործել Գուստավ Կլիմտ, Կլոդ Մոնեի ջրաշուշաններ նկարը, Գուստավ Կլիմտի համբույր նկարը եւ դրանց հիման վրա կատարեցինք համապատասխան շարֆերի դիզայնավորում, որտեղ շարֆի մեջ գույնը ամենակարևոր էլեմենտն է։ Բացի նրանից, որ ունենք մեր սեփական շարֆերը, որոնք մենք սկզբից մինչև վերջ դիզայնավորել ենք, մենք համագործակցում ենք նաև Հայաստանի հայտնի գիտնականներից Արմեն Քյուրքչյանի հետ, ում զարդանախշերը օգտագործելով ստանում ենք մեր շարֆերը։ Այս տարի շուկային քանը մեր կայք Born in Armenia կետեմ, որտեղ համախմբել ենք բոլոր այն բրենդերը, որոնք շուկայում ներկայացված են, Նուարթը, նույն Միհրը, մեր մետաքսե շարֆերը, հավաքածուները։ Ապրելու համար, աշխատելու համար Հայաստանը շատ լավ պայմաններ ունի, բայց եթե դու նստես տունը, ասես ինչ-որ մեծ բարձր վարչությամբ գործի, երբեք այդ գործը չի լինելու։ Մենք ինչ-որ ունեցել ենք 5 տարի առաջ եւ ունենք հիմա, դա էքսպոնենցիալ աճ է։ Երբ որ 5 տարի առաջ մենք մտանք շուկա, ներկայացում ենք մեր արտադրանքը հայկական բնական խնամքի միջոցներ, պոտենցիալ գործընկերների մեծ մասը չէր ուզում հայկական հետ առնչություններ, հավատ չկար։ Իսկ հիմա իրանք են զանգարում մեզ եւ առաջարկում համագործակցել։ Աշխարհում դա հայտնի փաստ է, եթե ուզում ես լավ ապրես, պիտի շատ աշխատես, շատ գիտելիք ձեռք բերես եւ օգտագործես քո գիտելիքները։ Միայն գիտելիքահեն արտադրությունը բիզնեսը ունի 21-րդ դարում հեռանկար։